Բարև ձեզ սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Ամեկ+-ի Պոստսկրիպտում հաղորդաշարը եւ այսօր իմ զրուցակիցն է ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուկյանը, շնորհակալություն պարոն Մարուկյան։ Պատերազմը ինչպես տեսնում եք շարունակվում է եւ զինծառայողները զոհվում են, Մարտակերտը նշանառության տակ է։ Արդյոք մեր իշխանությունները դրսևորում են դրան ադեկվատ վարք։ Գիտեք, բոլորի սպասումն այն էր, որ 4-օրյա պատերազմից հետո երկրում տեղի են ունենալու փոփոխություններ, որովհետև դրա մասին հասարակական պահանջարկը կարծում եմ ձևավորված է ամբողջությամբ, եւ ինչ որ ադեկվատություն ցուցաբերվի եւ այլ մոտեցումներ կլինեն, բայց այս օրերը ցույց են տալիս, որ նման իրավիճակ մենք չունենք, տպավորություն կա, որ ոչ մի բան էլ չի եղել, ընթացքի մեջ է ամեն բան եւ ես վստահ եմ, որ օրինակ ինչ որ պաշտոնյա, որ կաշառքեր վերցնում մինչև ապրիլի 1-ը, հա, նույն ձևով նա հիմա այսօր էլ է վերցնում, հենց հիմա էլ է վերցնում, կամ ինչ որ մեկը, որ մոնոպոլ դիրք ուներ, շարունակում է մոնոպոլ դիրք ունենալ, կամ ինչ որ մեկը, որ իր պաշտոնն ու լիազորությունները օգտագործում էր իր հարազատների համար, արտոնյալ դիրքեր ձևավորելու համար, այդ նույն բաները շարունակվում են։ Հետևաբար կարող ենք ասել, որ հետևություններ չեն կանում իրավիճակից, ինչը կարող է բերել ավելի վատ վիճակների։ Դա ինչ որ ձևով այդ նոր իրավիճակը հասարակության մեջ որ զգացվում է, հա, դա ինչ որ ձևով արտացոլվել է խորհրդարանում։ Գիտեք, խորհրդարանում մեծ հաշվով, եթե նայենք այսօրվա տեղի ունեցածը, որ ուղղակի չկարողացավ իշխանությունը անցկացնել Հրազդանի ցեմենտի գործարանի օրինագիծը, որը երկու ընթերցումով անցել էր, չնայած բուրըն եւ շատ սուր կերպով քննադատվել էր, ինչ որ իրավիճակ կարծում եմ սկսում է փոխվել խորհրդարանական մակարդակում, որովհետեւ բոլորի մոտ այդ հարցերը կան։ Բայց դա որևէ կերպ կապիտալիզացիայի չի ենթարկվում։ Տեսեք, մենք երկար տարիներ խոսել ենք, որ կոռուպցիան, մենաշնորհները, հովանավորչությունը ազգային անվտանգության սպառնալիք են։ Եվ պատերազմը ցույց տվեց, որ հենց այդ ազգային անվտանգության մասն էր խոսքը գնում։ Հիմա պետք է դրանից բխող փոփոխություններ անել։ Ես երկու ճանապարհ եմ տեսնում։ Ճանապարհ առաջին իշխանությունը ինքն է նախաձեռնում իր ներսում եւ սկսում է փոփոխություններ անել, ինչին բոլորը սպասում են։ Ճանապարհ երկրորդ, ես չեմ պատկերացնում թե ինչ ձևով, բայց հերու չի երևի այդ պահը, որ փոփոխությունները իրան կարող են ինքնաբուխ ձևավորվել եւ գալ ու սրբել բոլորին տանել։ Հիմա մենք կանգնած ենք այս խնդրի առաջ, որովհետեւ այդ հարցերը կան, մտահոգությունները կան, եռում է հասարակությունը, սպասելով որ ինչ որ մի բան պետք է լինի եւ նույն ժամանակ համախմբված է արտաքին ճշնամու դեմ, բայց դա չի նշանակում, որ օրինակ մենք կարող ենք համախմբվել ինչ որ մեկի շուրջ, որը ինչ որ մոնոպոլիաներ ունի այստեղ, կամ ինչ որ մեկի շուրջ, որը միլիարդատեր է դարձել 20 տարվա կամ 10 տարվա ընթացքում զբաղեցնելով բացառապես պետական պաշտոններ, այսինքն այդ հարցերը արդարացիորեն ձևակերպված, ինչ որ որևէ պատրանք չկա։ Դուք ասում եք, որ չի կարողացավ իշխանությունը անցկացնել, հա, այսինքն ինչպես ստացվեց, որ չկարողացավ, հանրապետականների մի մասը դեմ է քվեարկել։ Հանրապետականներից մարդիկ կային, որ ուղղակի չէին եկել, մարդիկ կային, որ եթե չեմ սխալվում, դեմ քվեարկողել էլ եղել, բայց այստեղ խնդիրը դեմ քվեարկելը չէր, դեմ քվեարկելը ըստ էության աջակցություն էր իրավիճակին եւ պետք էր ուղղակի չմասնակցել, որովհետեւ քվորումի խնդիր կար։ Եվ շատ արագ ընդդիմադիր ուժերով հասկացանք, որ չմասնակցելը կբերի նրան, որ կտապալվի օրինագիծը, եւ չմասնակցեցին եւ տապալվեց օրինագիծը։ Նման դեպքեր են եղել, բայց նմանատիպ կարևոր օրինագիծ ես չեմ հիշում, որ նման ձևով տապալվի։ Իշխանության համար կարևոր միջավայր։ Այսինքն խոսքը նրա մասին է, որ հարկատուների փողերից 10 միլիոնը տրվի ում։ Ոչ թե տրվի ում, այլ պետական բյուջե մտնող գումարը չի մտնելու եւ դա ըստ էության արտոնյալ պայմաններ կորելու է բարձր։ Այո, կորելու է։ Չեղարկվելու է, այսինքն դուք ինձ պարտք եք գումար, այլ պարտք չեք ասում, գնացեք աշխատեք։ Հիմա հարցը առաջանում։ Նմանատիպ բազմաթիվ ընկերություններ կան այսօր պարտքեր ունեն։ Հիմա եթե մենք ինչ որ մեկի պարտքը ներում ենք, պետք է բոլորին ներենք, որ հավասար պայմաններ ապահովենք։ Եթե չէ, տարբերակված մոտեցումով, որ դու մեր ընկերն ես իշխանության մեջ ես բան, արի քո պարտքերը ներենք, դու գնա աշխատի, փոքր ու միջին բիզնեսին կեղեք ենք, ասենք, ներմուծողին կեղեք ենք, արտահանողին կեղեք ենք, այսինքն այս մոտեցումներով տնտեսությունը չի կարող կառուցվել եւ բոլորի մոտ կա դժգոհություն։ Գիտեք, նաեւ խորհրդանում կան գործարար պատգամավորներ, եւ այդ մարդկանց մոտ կա դժգոհություն, անհասկացվածություն կա սրա հետ կապված, էլի։ Կամ դրա անգլերեն ասած թայմինգը, հա, ասենք հենց հիմա է պետք դա անել։ Այս իրավիճակում դա է մեր առաջնայդ խնդիրը։ Որ 10 միլիոնը մեզ չէր խանգարի։ Հա, չէր խանգարի, հետ չէր խանգարի։ Պաշտպանության համար։ Երբ որ ասում են, որ մենք ունենք գումարներ, ասենք պաշտպանության համար, դե հարց առաջանում։
Եթե մենք գումարներ ունենք, ինչի ենք վարկ վերցրել $200 միլիոն, որ զենք առնենք։ Այն նախտ փողով գնացեք առեք։ Դա համար տոկոս էլ չենք տա։ Եվ բնականաբար եթե նախտ փողով առած լինեին, այսքան չէր ձգձգվի այդ զենքի տրամադրումը։ Չհաշված քաղաքական են բաները, որոնք որ կարծում եմ Ադրբեջանի նոտան եւ այլն ազդել են այդ զենքի արագ մատակարարման վրա։ Դուք ասացիք նաև, որ պետք են կտրուկ փոփոխություններ։ Արդյոք մի քանի գեներալի աշխատանքից ազատելը այդ փոփոխություն ակնկալիք փոփոխությունների շարքում են։ Մեծ հաշվով պետք է արդար լինել եւ ասել, որ դա ակնկալվում էր։ Այսինքն մենք գիտեինք, որ եղել են թերություններ, բաստողումներ եւ այդ բաստողումների համար մենք սպասում էինք կոնկրետ մարդկանց պատասխանատվության ենթարկելու պահին։ Հիմա տեսնում ենք, որ երկու գեներալ, չգիտեմ, երկու բարձրաստիճան պաշտոնատարանց Պաշտպանության նախարարության ազատվել են պաշտոններից, բայց դրա շարունակությունը կա։ Եթե հետախուզության պետը ազատվում է պաշտոնից, որ լավ չի աշխատել, դա սահմանագծում, հա, դիրքերում տեղի ունեցած հետ կապված, բայց ես առաջարկում եմ մի հատ նայել, ասենք, նույն այդ հետախուզության պետի, նույն պաշտպանության փոխնախարարի, նյութատեխնիկական դեպարտամենտի ղեկավարի հայտարարները, որոնք երկար տարիներ ներգրաված են զինված ուժերում, մի հատ նայեք, տեսեք, այս մարդիկ ինչեր ունեն ու որտեղից։ Այսինքն միայն պաշտոնանկությունը չպիտի ավարտը լինի, հա, պետք է մենք վերջ դնենք այս վիճակին։ Ես արդեն քանի անգամ ասել եմ, կա հայտարարագիր, հա, թե ինչ գումարներ ինքը ունի, իր կինը ունի, իր տղաներն ունեն, աղջիկներն ունեն եւ այլն, ու կա կենսագրություն։ Ամեն մարդու հայտարարագիրը պետք է համընկնի իր կենսագրության հետ։ Եթե այդ մարդը սիլիկոնյան հովտում ինչ-որ կորպորացիա չի հիմնադրելու միլիարդատեր դարձել, ուղղակի բանը կադաստրում աշխատել, հետո նախարարությունում, հետո ինձ նախարարությունում, հետո դարձել փոխնախարար, բայց հայտարարել է $1 միլիոն, $2 միլիոն, ես իմ քանի հեկտար հող, թանկարժեք մեքենաներ, այստեղ մենք խնդիր ունենք, պետք է հարցեր տալ այդ մարդկանց։ Ասեն որ դրական մեխանիզմ չկա, ստեղծեք մեխանիզմ։ Ո՞վ է դրա ստեղծողը։ Կամք չունեք, ասենք կոռուպցիայի խորհուրդ եք ձևավորում կառավարությունում։ Ու ինչ անում է կոռուպցիայի խորհուրդը։ $800,000 Միացյալ Նահանգներից մենք գումար ենք ստացել այդ հակակոռուպցիոն խորհրդի համար։ Ինչ է արել մինչև այսօր։ Այս հարցերը պետք է տալ, որովհետև պետք չի ուշացնել, որովհետև ես կարծում եմ, որ 4-օրյա պատերազմը լավագույն շանս է ստեղծել Հայաստանում թե ներսում, թե դրսում կարգի բերել մեր կարգավիճակը, թե մեր ունեցած հարաբերությունները մեր արտաքին գործընկերների հետ, բայց առաջին հերթին ներսում, որովհետև հիմա հարցեր չի առաջանում։ Հիմա եթե մենք որոշում կայացնենք եւ Հայաստանում 1087 պետական պատավատները կրճատենք դարձնենք 100 կամ 200, հա, որևէ դժգոհություն չի կարող առաջանալ որևէ մեկի մոտ։ Ռուսաստանը դրան դեմ չի լինի հաստատ։ Հա, Ռուսաստանը դրան դեմ չի լինի, ԵՏՄ-ն չի ասի ինչի է կանում եւ այլն, այսինքն հիմա իրավիճակա ձևավորվում, պետք է այդ քայլերը անել։ Եվ էլի դուք ճիշտ նկատեցիք, 2-3 գեներալի ազատելով, բան չի փոխվում։ Մի այդ մարդը ինչ $5 միլիոն ունի, գնա իր համար ապրի, ինչ ապրի ինքը։ Բա մարդիկ մեռան, բա զոհեր եղավ, դա է պատասխանատվությունը։ Կարծես թե իշխանությունները կարծում են, որ ամեն ինչ այս կանցնի, հա, կմաշվի եւ հետո նրանք կվերադառնան իրենց ուրեմն գործերին։ Բայց կարծես թե հիմա արդեն մեզ սպասում է երկարատև ժամանակաշրջան, երբ կլինի պատերազմական վիճակ։ Այն տպավորությունը, որ իբր թե այդ գործերից հեռացել են, ես էլ եմ ասում դա չկա, այսինքն մարդիկ ինչ որ զբաղվում էին, դրանով շարունակում են զբաղվել։ Ես չեմ զգում, որ բանը փոխվել է այդ առումով։ Ինչ վերաբերում է պատերազմական իրադրությանը, ապա այո, միանշանակ է, նաև նախագահի երեկվա հարցազրույցում ասաց, որ ամեն վարքյան կարող է սկսվել եւ մենք տեսանք գիշերը ինչ տեղի ունեցավ եւ դա շարունակություն է ունենալու։ Մենք խնդիրը չենք կարգավորել։ Ղարաբաղյան հակամարտության խնդիրը կարգավորված չէ։ Հրադադարը անգամ եթե պահպանվի, եթե ասենք մի 10 օր չկրակեն մեզ վրա լավ կամ եկող 2 ամիսը չկրակեն մեզ վրա, դա էլի չպիտի մեզ սթափությունից գցի, որ մենք շարունակենք էլի չգիտեմ ինչերով զբաղվել, որովհետև խնդիրը կարգավորված չէ։ Պետք է Հայաստանում ձևավորել խնդրի կարգավորման օրակարգ եւ սկսել նորից բանակցությունները։ Ես կարծում եմ բանակցությունների չվերսկսումը հղի է անընդհատ նմանատիպ իրավիճակներով։ Պետք է բանակցությունները վերսկսվեն, որ գոնե մենք կարողանանք սահմանի վրա հանդարտություն ունենալ, շունչ քաշել ու երկրի ներսում սկսել արագ փոփոխություններ կատարել։ Որտեղ փորձը ցույց է տալիս, որ Օբաման, Հոլանդը, չգիտեմ, Պուտինը, մյուսները սուտ բաներ է։ Այստեղ կարևորը հետեւյալն է՝ բլուրում մոտ է, հա, դիրքով գրավեց, այս ձորով կարողացավ վերցնել։ Իրական կյանքը այնտեղ է, կռիվը այնտեղ է, եւ այդ մնացած բաները օդ են։ Ով լավ պայմաններով կգնա բանակցության, իսկ ով կգնա լավ պայմաններով բանակցության, ով որ շատ բան ունի այդ պահին ազատագրած, ով որ շատ լավ դիրքեր ունի այդ պահին ամրագրած, ով որ շատ լավ զինված ուժեր ունի, արդյունավետ,
կառավարվող ամենավերջին ճիչ ունեցող տեխնոլոգիաներով զինված։ Վերջ սա է, այնտեղ Օբաման բանը գալիս են հայ շարժ ասում են հա դե դուք լավ չեք, մեկը խելոք չմնացել, մեկը չգիտեմ ինչ, բայց վերջի վերջո բանակցային դիրքեր կա։ Պետք է այդ դիրքը ամուր լինի, ուժեղ լինի։ Մեր դիրքը միշտ ամուր է եղել։ Եվ ես ուզում եմ որ հիմա էլ ամուր լինի։ Ու կարող է այդ ամրությունն է որ նաև կորցրել ենք մեր սթափությունը, հա, ինչ որ դե մենք հաղթել ենք բան։ Ադրբեջանը բանաձևեր էր ներկայացնում տարբեր մարմիններում, որպեսզի միջազգային իրավական կարծիք ձևավորի, ինչը որ շատ լավ արել է ու ձևավորել է, հակահայկական։ Մենք ասում ենք դե մենք հաղթող կողմ ենք, դե պարզ է, ասում դե պարտվողական սինդրոմ է, բան, իրանք պարտված են դրա համար են տենց անում։ Հիմա իրենց ռոպագանդան երկրի ներսում տանում են նրան, որ մենք առաջին անգամ այս 20 տարվա մեջ կարողացանք հաղթել ու ելի կարող ենք, որը կարող է տանել նոր արկածախնդրությունների։ Ինչ որ նաև նշվեց հարցազրույցում, այսինքն ամեն վարքյան կարող է սկսվել։ Ինչի կարող է սկսել, որովհետև այդ մարդիկ քթներին լավ չեն կերել։ Եթե մենք այստեղ կարծում ենք որ կերել են քթներին, այնտեղ հակառակ ռոպագանդան է գնում, որը բերելու է նոր պատերազմի։ Հետևաբար նաև պետք է դիրքերն ամրացնելուց բացի սկսել թեկուզ առանց օրակարգի, հա, ուղղակի սկսել բանակցություններ, որը որ մի քիչ կթուլացնի իրավիճակը սահմանում։ Իմ տեսլականը սա է, այսինքն սկսել բանակցություններ, երկիրը արագ ուժեղացնել, շատ արագ փոփոխություններ կատարել, քաղաքական համակարգը բարեփոխել, առողջացնել, որը կբերի ուժեղ թիկունքի։ Ուժեղ թիկունք, ուժեղ բանակ ու լավ բանակ։ Նախագահի հարցազրույցի մասին նա այնտեղ ասաց ինչ որ բոլորս ենք ասում, հա, որ հիմա խաղապահներ դնելու ժամանակը չէ, մանավանդ ռուս խաղապահներ։ Եվ կարծում եմ դրանից առաջ այդ հարցազրույցից առաջ բոլոր քաղաքական ուժերը, նո ստապ, բոլոր ստապ մարդիկ ասում էին, որ դա պետք չի անել։ Բայց արդյոք կարող է դա խթան հանդիսանալ, որ Ռուսաստանը եւս մեկ անգամ Ադրբեջանին հնարավորություն տա եւ այս երեկվա գիշերվա դեպքերը դրա ապացույցն է եւս մի անգամ հնարավորություն տա հարձակվելու։ Գիտեք, ինձ մոտ եղել է այնպիսի տպավորություն եւ այս պահին էլ ես այդ տպավորության տակ եմ, որ Ադրբեջանին ասվել է դու ունես 3 օր։ 3 օր, 4 օր, ինչ կարող ես արա։ Կարող ես գերակշռող ինչ որ իրավիճակ ստեղծել, ստեղծիր։ Հետո մենք կվերցնենք հեռախոսը, ինչ հետ չենք խոսա։ Կզանգեն չենք վերցնի կամ չենք զանգի, հա։ Եվ տեղի ունեցել հարձակում։ Այդ ամբողջ պլանը փոզմիշ է եղել հայ զինվորի ջանքերով։ Այսինքն նաև կյանքի գնում։ Այո, փառք մեր զինված ուժերին, մեր հերոսներին եւ բայց հույս դնել, որ ամեն անգամ զինվորը, չգիտեմ, բահով կամ նռնականետով կկարողանա կռվել տվյալ իրավիճակներում, կարծում եմ դա միշտ չի որ կկրկնվի։ Եվ Պապը ամեն անգամ գաթա չի ուտում այդ հայտնի հին ասացվածքը կա։ Հիմա մի անգամ ստացվել է այդպես, պետք է դրանից հետևություններ անել ու շատ արագ սթափվել, որովհետև որևէ երաշխիք չկա, որ չեն ասի որ լավ, մի 3 օր է փորձիր, որովհետև դեռ այդ զենքը չեն ստացել, դու դեռ դրոններ ունես, քո T-90 տանկերը ոնց որ լավն են, Սոնցեպյոկը նորմալ աշխատել է, Սմերջը հերավորությունն է ստուգել։ Իմիջայլոց ես մի բան եմ ուզում բացահայտել այստեղ։ Մամուլում շատ էր խոսվում այդ օրերին, որ Սմերջի սնարյադը եկավ ընկավ չբացվեց, բռակ էր բան։ Ես ասեմ ձեզ, Սմերջի սնարյադները ոչ թե բացվող սնարյադներ են եղել, բացվելու համար նախատեսված, հա, այլ հերավորությունը ստուգելու։ Նրանք ստուգել են հերավորությունը, ուր կհասնի այդ Սմերջը։ Եվ այդ հաջորդ սնարյադը, որը որ այդ հերավորությունն արդեն գիտի, բերելու է այդ մահաբեր Սմերջը։ Այսինքն հույս դնելու որ ինչ-որ սնարյադներ են գալիս, որոնք որ չեն բացվում, ընդհանրապես դա էլ միամտություն կլինի։ Անհրաժեշտ են, ինչպես արդեն ասացիք, ներքին փոփոխություններ, եւ մենք զգում ենք, որ հրազդանում տեղի ունեցած ընտրությունները, ինչպես նաեւ ընտրական օրենսգրքում իշխանության դիրքը կարծես թե լավատեսություն այդ առումով չի ներշնչում։ Այդ երկրորդ հարցի վերաբերյալ, որը հիմա քննարկվում է ազգային ժողովում։ Նաև ես հենց դրա համար եմ ասում, որ ես այդ adekvatությունը չեմ ասում, այսինքն տպավորություն չկա, որ ինչ-որ բան է փոխվել։ Ընդդիմության առաջարկները չեն ընդունվել եւ ելի առաջարկված է մի այնպիսի ընտրական օրենսգիր, հիմա ես չեմ ուզում մտնել դետալների մեջ շատ ենք խոսել, որը որ մաքսիմում պետք է ապահովի իշխող կուսակցության քաղաքական ուժի վերարտադրությունը։ Ոչ թե մեխանիկական բանով, այլ ուղղակի այնպիսի մեխանիզմներ են, որ միայն իրենք են այդտեղ չեմպիոն։
հա, որ Ռոբիզոնը ասում է ես այս կղզում չեմպիոն եմ Մոսկով, որտեղ ես մենակ եմ այստեղ։ Իսկն այդ ձևի իրավիճակ է ստեղծվում նշված ընտրական օրենսգրքով։ Հետաբար եթե նպատակ կա ներքին համախմբման, ընդդիմադիր ուժերի եւ այլն, գոնե պետք է ինչ-որ որոշակի հավասար հնարավորություններ ստեղծել։ Ես հասկանում եմ, որ այդ հավասար հնարավորությունները ստեղծելը շատ բարդ է լինելու, որովհետեւ ասենք հանրապետականի բյուջեն կարող է 1 միլիարդ դրամ, ժառանգության կուսակցության բյուջեն էլ 5 միլիոն դրամ։ Բայց գոնե մեխանիզմների առումով գոնե քարոզարշավ իրականացնելու ինչ որ լծակների, չգիտեմ, ինչ որ հնարավորությունների առումով ստեղծվեն այս հնարավորությունները։ Եթե չէ, ուրեմն մենք ակնհայտ ասում ենք, որ քաղաքական հետևություններ, քաղաքական համակարգի հետ կապված չեն արվում։ Եվ այս իրավիճակում մենք սենց ուր ենք գնում, այսինքն դա ասենք համախմբեք, բան, որտեղ համախմբենք, ում շուրջ, ինչի համար, բան։ Այստեղ մենք խնդրեմ ունենք։ Եվ ընտրական օրենսգրքի քննարկումը գնում է այնպես, ինչպես որ գնում էր մինչև պատերազմը։ Սա շատ կարևոր ինդիկատոր է մեզ համար, որ ֆիքսենք, որ հետևություններ չեն արվում։ Եվ փոփոխությունների համար, ես տեսեք, ես նշեցի, սկսել գոնե իրենցից փոխել։ Այսինքն իրենք կարող են ներսում սկսել փոփոխություններ, ինչը բնականաբար դրական արդյունքներ կունենա։ Այսինքն երկու գեներալ են հանել, արդեն սոցիալական ցանցերում որոշակի բան կա, ինչ որ մարդիկ ուրախացան, որ մի բան փոխվում է, ուսում հույս կա։ Պետք է, ես կարծում եմ, այնպիսի փոփոխություններ անել, որ հույս ձևավորվի երկրի ներսում, որ մենք դասեր ենք քաղել, որը մեզ կպահի արտագաղթի հետ կապված նախ, եւ երկրորդը կհամախմբի արտաքին թշնամու եւ երկիրը ուժեղացնելու առումով։ Իսկ այդ հույսը կարող է գալ գործադիր, դատական, օրենսդիր իշխանություններում կատարված փոփոխությունների արդյունքում, ոչ թե ասենք Հրազդանի ցեմենտի գործարանի օրենքը բերելով, կամ ընտրական օրենսգիրքը նույն ձևի բերելով։ Օրինակները շատ են ու կամ անտարային օրենսգրքի, ասենք անտարը կարելի է սեփականացնել, որ օլիգարխներ տներ են կառուցել, տեղեր կան որ արդեն կառուցված են, հիմա պետք է օրինականացնել։ Հիմա մարդիկ բերում են ուզում են դա օրենքի ուժ տալ, ասենք, չէ, բոլորս բավ ասենք սահմանում զինվորների անվտանգության հարցով մտահոգություններով, այս մարդիկ ուզում են անտառը սեփականացնել։ Այս ընտրական օրենսգրքի մեջ իհարկե շատ բաների մասին է խոսվում, բայց ինձ թվում է, որ ամենասկզբունքային հարցը դա կեղծ համամասնական բանն է, որովհետև մնացած բաները, եթե նույնիսկ նրանք 100%-ով համաձայնվեն եւ մնա այս մեկը, միևնույն է նրանք կանցկացնեն իրենց մարդկանց։ Այդպես չէ։ Դուք շատ ճիշտ եք թիրախավորել եւ ես հնարավորինս փորձել եմ ընդդիմությանը դուրս հանել տեղամասի խնդիրները, որովհետեւ տեղամասերում նայ Հրազդանի փորձը ցույց տվեցավ Թալինի բան։ Տեղամասերում խախտումները այլևս կամ չեն լինում, կամ եթե դու նորմալ վստահված անձուն ես, դու դա կարողանում ես կանխել։ Բայց տեղամասից դուրս հիմա փող են բաժանում։ Այդ փող բաժանելու մեխանիզմի դեմը ոնց առնես։ Եթե դու փող ես բաժանում ու ասում ես գնացեք իմ անվան դիմաց դրեք այդ բժիշկան, շատ դժվար է այդ մեխանիզմի դեմ առնել։ Հիմա իրանք ասում են, բանա, դե որ մենք փակ ցուցակ անենք, որ անձանց չքվեարկեք։ Կուսակցության դերը կբարձրանա, երեք Դավիթ Հարությունյանն ասում, ես ասում եմ, բայց դուք համահական բարեփոխումներ անում եք, այդ նպատակով կուսակցությունների դերը բարձրանա։ Հա, բայց ասում եմ մարզային ներկայացուցիչությունը կընկնի։ Այդ ինչի հիմա որ 41 падգամավոր կա տարածքներից ընտրված, ինչ որ մարզերի մասին շատ է խոսվում։ Հա։ Խորհրդան։ Թեկուզ ձեր քաղաքի մասին։ Կենտրոնացած քաղաքականությունն է վարվում, որի արդյունքում միայն Երևանն է զարգանում եւ կտրվել է ամբողջ մարզային բաներից, այսինքն անհամեմատելի է Երևանը համեմատել ինչ-որ որևէ մեծ քաղաքի հետ, Գյումրի, Վանաձորի, չգիտեմ, որ քաղաքի հետ ուզում եք։ Բայց էլի մեխանիզմներ կա մարզային ներկայացուցչությունը ապահովելու համար, բայց ասել որ 100 մանդատներից 50-ը այսօր այդ բաշխվելու են մեծամասնական ընտրակարգի տրամաբանությամբ, ես պնդում եմ, որ դա յետքայլ է եւ մենք ասում ենք 41-ը պրոբլեմա, հիմա 50-ն ենք բաշխվում մեծամասնականի տրամաբանությունով։ Պարզավոր ինչ-որ Շվեդիայում բան նման բան։ Այո, ես եվրոպացիների հետ խոսել եմ, նրանք ասում են, դա չի հակասում միջազգային փորձին։ Դա արի ու բացատրի դրա։ Ախր խնդիրը տևյալում է, մենք պետք է կարողանանք, ես մանրամասն բացատրել եմ Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներին, որ մենք չենք ասում, որ հակասում է միջազգային փորձին։ Այսինքն որտեղ որ իրենց ձեռնտու այդ միջազգային փորձը բերում են, որտեղ ձեռնտու չի մենք ենք բերում, ասում են չէ, տենց չի լինի, մենք ներքին ստեղ մենթալիտետ ունենք։ Մեր հարցերը անվտանգության բան, մենք չենք կանում։ Հիմա Շվեդիայում եւ այլ երկրներում, հա, ինչ որ բուհի ռեկտոր, որ մտցնես դու ցուցակ, այդ մարդը չի գնալու իր բուհին աշխատողներին տերորի ենթարկի, ուսանողներով բանը, ասի գնացեք իմ անվան դիմաց դրեք բժիշկա կամ iPhone-ով նկարեք, բերեք ես նայեմ։ Հայաստանում դա տեղի է ունենալու։ Իշխանությունը այդ 13 տարածքներում առաջադրելու է համայնքի ղեկավարներին, մարզպետներին, գործարարներին, այդ մարդիկ այդ տրամաբանությամբ ստել են իրար հետ մրցակցել ձայն հավաքել, որը գալու է նույն խողովակին, այսինքն իշխող կուսակցության։ Մտահոգությունը սա է։ Տեղամասի ներսում
այնքան մեխանիզմներ կան եւ նաեւ դրան գումարած է ստաված անձերի ինստիտուտը, որ մենք կարողանում ենք այդ խախտումները կանխարգելել տեղամասի ներսում։ Հետաբար ես տեղամասի ներսի հետ կապված որևէ հարց այլևս չեմ բարձրացնում։ Իմ միակ թիրախը տարածքային ցուցակներն են, որ ասում եմ հանեք, կամ այսօր Ալեքսանդր Արզումանյանը առաջարկում էր 75-25 դարձնել։ 75% հանրապետական ցուցակից, 25% տարածքային, որպեսզի ավելի պարզ լինի, ասեմ, եթե 5 մարդ ընտրվեց падգամավոր կուսակցությունից, ըստ ստացած ձայների, 5-ից 2-ը կամ 3-ը գալու են տարածքներից։ Համապետական ցուցակից 2 մարդ է մանդատ ստանալու։ Սա է մեխանիզմը։ Հիմա առաջարկում է, որ 75-25 գոնե դարձնեն, դրան էլ չեն համաձայնում, որովհետև իրենք գիտեն, որ միակ ձևը, որպեսզի կարողանան վերարտադրվել, սա է, որովհետև եթե բրենդները սկսեն մրցակցել կուսակցական, ասենք, ՀՀԿ ժառանգություն, Լուսավոր Հայաստան կուսակցություն, չգիտեմ, Հայ ազգային կոնգրես, այս բրենդների միջև մրցակցության ժամանակ ՀՀԿ բրենդը կկրվի։ Դրա պետք է ՀՀԿ բրենդը դնել մի կողմ, մարդ բերել է տեղ մտցնել, ասել, այս մարդն է, լավ մարդ է, բան, բարերարա, ձեր մատից փուշ է հանում, ես իմ ինչ արել, այս մարդուն ընտրեք։ Ու հետո այդ մարդուն ընտրում են էլի դառնում է ՀՀԿ։ Սա է խնդրեմը։ Եթե այս խնդիրը լուծվի, մենք իրապես կարող ենք ունենալ նորմալ ընտրություններ, բայց կամք չկա։ Այդ խնդիրը լուծելու կամք չկա։ Լավ, իշխանությունները վերարտադրվեցին, ենթադրենք, մի տարի հետո։ Նրանք կարծում են, որ նրանք կարողանան տենց հանգիստ այս իրավիճակում շարունակել ղեկավարել ինչպես որ ղեկավարում են։ Տեսեք, քանի որ չկա ադեկվատություն, այսինքն իրական իրավիճակին համապատասխան զգացողություն։ Ես կարծում եմ, որ այո, կարծում են, որ էլի կդադարի դեռ խաղաղություն կլինի, մենք շարունակենք, դու չգիտեմ ինչ է կբերես, այն մեկը բանը զոդման էլեկտրոլը կբերի, մեկը էս կբերի, մեկը դեղերը կներմուծի, բան նորմալ, բան կանենք, հետո փողերը կանենք, կտանենք շվեյցարական բանկեր, Կիպրոսի բանկեր, Պանամայի եսի մոշորներ, բան, ոչ եմ նոր իրանց պատկերացումը դա է, իրանք չեն փոխվում։ Հետաբար պետք է մարդկանց փոխել, նոր տեսլական ունեցող մարդիկ պետք է գան։ Եվ այդ նոր տեսլականը նաև կարա բերի նրան, որ մեր արտաքին քաղաքականության վրա լուրջ ազդեցություն կարող ունենալ։ Հիմա ես հարցեր եմ բարձրացնում, այսօր ասեմ, լավ, այս օրերին ինչ են արել մեր դեսպանները իրենց մայրաքաղաքներում։ Ասենք Մոսկվայում Հայաստանի դեսպանը ինչ արել, դուք տեղյակ եք։ Ինչ որ հայտարարություն կա, ինչ որ այդ մարդը ինչ որ բան արել, այնտեղ այդ օրերին, չգիտեմ, ՀԱՊԿ անդամ երկրներում մեր դեսպանները, այն դեպքում, երբ որ այդ երկրի ղեկավարները զանգում էին Ալիևին, ասում էին մենք ձեր հետ ենք։ Այդ օրը դեսպանը այնտեղ մի բան արել, որ նա չզանգի, կամ մինչև այդ արել էր, որ նա չզանգեր։ Այսինքն այս հարցերը կան, թե ներքին, թե արտաքին։ Հիմա եթե մենք երկիրը ներսից չենք կարողանում փոխել, ասում եք, այ որ վերարտադրել մտածում են կարող են նման ձևով գործել, մեր կուսակցության տեսլականներից մեկը նա է, որ մենք ամեն ինչ անելու ենք, որ քաղաքական բալանս տեղի ունենա։ Այսինքն եթե անգամ իշխանությունը, անգամ ամենավատ իշխանությունը ձևավորվում է 17 թվականին, ապա նա պետք է գոնե բալանսավորված լինել։ Եթե եղավ քաղաքական բալանս, խորհրդարանում, հա, ինքը չի կարող անվերահսկելի դառնալ եւ ընդդիմության հսկողության ներքո չի կարող տեղ ունենալ այն ինչ որ այսօր կա, որտեղ այսօր խորհրդարանում չկա այդ բալանսը։ Մենք քաղաքական դիսբալանսի մեջ ենք, չգիտեմ, 15 տարուց ավել։ Եվ սա դրա հետևանքն է, որը ազդել է ազգային անվտանգության վրա, որի պատճառով մենք այսօր այս դրա դասերը քաղում ենք։ Վերջին հարցը, հա, այնուամենայնիվ, եթե այնուամենայնիվ ընդունեն ընտրական օրենսգիրքը այնպես, ինչպես իշխանությունն է ուզում, միևնույն է ձեր կուսակցությունը կմասնակցի ընտրություններին։ Այս հարցը շատ է տրվում, տեսեք, ասում են, դուք շատ եք քննադատում այս օրենսգիրքը, բա որ ընդունեն էլի գնալու եք իրանց հետ մասնակցեք։ Ուրեմն Հայաստանում իշխանափոխության, իշխանություն վերցնելու այլ տարբերակ մենք չենք տեսնում։ Ինչու՞։ Որովհետև 20 տարվա ընթացքում այլ տարբերակները փորձարկվել են։ Մենք ուսումնասիրել ենք այս այլ տարբերակների փորձը եւ տեսել ենք, որ դա մեր պետականությանը լուրջ վտանգ ներկայացնող փորձ է։ Եվ այդ ատելության քարոզը, բան, վերջին մի օր բերում է հոկտեմբերի 27-ի, մարտի 1-ի, այս դեպքերը անընդհատ կարող են կրկնվել եւ նաեւ ունենք սահմանում նշված իրավիճակը։ Մենք ինչ օրենսգիրքեր որ ուզում ընդունեն, մենք դրա հակառակ ստրատեգիան ենք կիրառելու։ Բնականաբար հիմա այսօր ասում ենք տարածքային ցուցակ, բնականաբար դրա պատասխանը կա։ Եթե կընդունեն այդ տարածքային ցուցակները, մենք այնպիսի քարոզարշավ ենք կազմակերպելու, որ այդ մեխանիզմը չի գործել։ Այն ձևով, իր ձևով իրենք պլանավորել են, դա իրանց դեմ է աշխատելու։ Հիմա ես չեմ ուզում դրա մասին մանրամասներ ներկայացնել, թող ընդունեն օրենսգիրքը։ Լուսավոր Հայաստան կուսակցությունը անպայման մասնակցելու է ընտրություններին, որովհետև քաղաքական գործընթացները մենք տեսնում ենք միայն մասնակցային process-ի արդյունքում եւ հասկանում ենք մի բան, որ մենք շանս ունենք գոնե իշխանությանը բալանսի բերելու։ Եթե այլ քաղաքական ուժեր ունենան մոտավորապես նույն տեսլականը, մենք կարող ենք իշխանափոխություն անել։ Եթե չունենան, ապա գոնե մենք այդ բալանսը կստանանք 17 թվականին, որի արդյունքում միայն Հայաստանը շահելու է։ Ուրիշ այդտեղ տարբերակ չկա։ Շնորհակալություն հետաքրքրության համար։ Իմ զրուցակիցներ ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուկյանը, մենք կհանդիպենք վաղը, ցտեսություն։